Խիղճի միտքը բարեկամներ են և ճշմարիտ բարեկամներն են։ Իրական բարեկամն ով է, բարին կամեցողն է։ Չարակամն ով է, չարը կամեցողը։ Եթե միտքը իմաստուն է, խիղճը բարեկամ է։ Եթե միտքը տգետ է, խիղճը չարակամ է։ Եվ դրա մասին մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանում ինչ ասում։ Ասում է, երբ քո ոսոխի հետ կամ չարակամի հետ ճանապարհ գնաս, ճանապարհին հաշիվներդ մաքրիր, որպեսզի դատավորի առջև չկանգնես, հաշիվներ չմաքրեն այնտեղ։ Դու քո հաշիվները այստեղ մաքրի, որպեսզի այնտեղ հաշիվներ չմաքրեն։ Բայց այդ երբ մեր բարեկամը չարակամ դարձավ, եւ մեր մտերիմը ոսող դարձավ, երբ որ մենք սխալ վարվեցինք։ Մանկությունից խիղճը մարդու բարեկամն է։ Բարեկամն ինչ անում, ուրախացնում է։ Տեսնում եք երեխան ինչ է ուրախանում, որովհետև խիղճը նրա բարեկամն է, խիղճը Աստծո ձայնն է, Աստծո ներկայությունն է, որովհետև մենք Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծվել։ Եվ եթե Աստծո պատկերն ու նմանությունը մաքուր է, անաղարտ է մեր մեջ, խիղճը մեզ ուրախացնում է։ Բայց մի պահ գալիս է, ճիշտն ասած, խիղճի մտքի պատերազմը սկսում է շփոթությունից։ Իրականում խիղճն ու միտքը միշտ բարեկամ են իրար հետ։ Բայց երբ որ շփոթվում է մարդը, ի՞նչն է շփոթեցնում։ Աշխարհը շփոթեցնում է, խառնում է։ Մենք հատկապես երեխան չի կողմնորոշում աշխարհում ինչպես իրեն պահի, հա։ Նոր աշխարհ է մտնում, ամեն ինչ նոր, ամեն ինչ հետաքրքիր եւ ի՞նչն է հետաքրքիր։ Մեղքն է հետաքրքիր։ Սուրբ Գիրքն ասում է, մանկությունից մարդու միտքը մեղքի ծառայության մեջ է, ցավոք սրտի ավելի շատ հետաքրքիր է եւ ավելի հեշտ է մեղք սովորել, քան աղոթք սովորել, քան բարին սովորել։ Եվ այսպես շփոթմունք է ծնվում։ Մտքի արտաքին զգայաների մար հաճելի է աշխարհը, մեղքը, գայթակղությունը։ Եվ մենք առանց մտածելու գնում ենք։ Հա? Եվ բայց չէ՞ որ մենք բարեկամ ունենք մեր մեջ, այդ խիղճը ասում է, ուր ես գնում։ Մի գնամ։ Ինչ ենք լսում մենք խիղճին սկզբում։ Գնում ենք եւ այսպես մեր մոտ, մեր մեջ առաջանում է շեղում մտքի ու խիղճի միջև անհամաձայնություն։ Եվ քանի որ մենք արդեն չենք կարող կողմնորոշվել որն է ճիշտ ճանապարհը, խիղճի ձայնը մեզ շատ է տանջում, չարչարում, սկսում ենք անդրադառնալ։ Բայց ինչպես մտքից է շեղումը եղել, հեռացումը խիղճից եղել, այնպես էլ մտքի միջոցով պետք է ուղղումը, շտկումը վերադարձը լինի դեպի խիղճ։ Միտքը պետք է նորից վերադարձնի մեզ մեր մեկնարկ, մեր սկիզբ, մեր մաքուր վիճակ։ Ինչպես։ Մենք սկսում ենք Սուրբ Գիրք ընթերցել, Աստծո պատվիրանները կարդալ, տենել, ես ինչի մեջ շեղվեցի, որ իմ մեջ էս լավ չի վիճակս։ Մի բան են չի, խաղաղություն չունեմ, ուրախություն չունեմ, աշխարհ մի բան ունեմ, չունեմ, այդ ինչ կարևոր է, այդ երջանկություն չի։ Երբ որ մարդը հասկանա, որ աշխարհում չկա երջանկություն, հենց այստեղից կդրվի սկիզբը աշխարհից հրաժարվելու, առ Աստված դառնալու, հա։ Եվ մարդը սկսում է անդրադառնալ, եւ մի քիչ ճիշտ ասած երկար ժամանակ է պետք, որպեսզի այս շտկումը լինի։ Որտեւ այստեղ մենակ արտաքին աշխարհի երևույթները չեն, այդ արտաքինի անդրադարձը ներ աշխարհն էր։ Մենք աշխարհը ուրիշ ձևով ենք ընկալում, ճիշտ չենք ընկալում։ Կամ շատ մութ ենք ընկալում, տխուրա, խավարա, կամ էլ շատ լույսավոր ենք ընկալում։ Լույսն է, չէ, աշխարհը մութներ կա, լույսներ կա։ Աշխարհը մենք ճիշտ պետք է գնահատենք, որտեղ
մեր խղճի անհանգստությունը իրականում աշխարհից է եկել, չէ՞։ Ուրեմն մենք պետք է նստենք գնահատենք, որն է մեր համար լավը, որն է վատը, որն է օգտակարը, որն է վնասակարը։ Հերթով կա, այսինքն դրսի մուտքը, աշխարհի մեղքերի մուտքը կամ հին սովորությունները, հին կախվածությունները մենք պետք է հնարավորինս մաքրենք դրսից եկողը, որ հետո էլ անդրանանք ներսը, որ ներսը կարգավորենք։ Եթե մեր դուրսը չի կարգավորվել, ներսը դե արդեն իսկ խառնաշփոթ է, ներս ու դուրս խառնվում է իրար ու խառնաշփոթ է, քաոսը, բաբելոնն է։ Հա? Ուրեմն առաջնահերթ մենք մի դուրսը կարգավորենք։ Մի հատ հասկանանք, մենք ինչ տալիք առնենք այս աշխարհի հետ։ Կյանքը ինչի է մեզ տրված։ Մեզ տրված է, որ ապրենք, աշխատենք, պարապ չմնանք, սոված չմնանք, առողջ լինենք։ Այս դրա համար շատ քիչ բան է պետք։ Շատ բան պետք չի։ Մարդը առողջ լինելու համար, ճիշտ սննդակարգով ապրելու համար, մեղքից իրականում պետք է հեռու լինի։ Հա? Այսինքն մեր մարմինն էլ չի սիրում մեղք։ Մեր հոգին առավել եւս չի սիրում։ Ուրեմն մեծ մեղքերի դիմաց արգելքը դրեցինք։ Հիմա անցնում ենք մեր ներսը, որտեղ դրսից եթե դու չփակեցիր, ներսը չես կարող կարգավորել։ Ուրեմն ներս արտաքին աշխարհը փակում ես, անցնում ես ներս։ Հիմա ներսն ինչ է։ Ներսը հիշողությունն է, մեր անցյալն է։ Դուրսը մեր ապագան է։ Մենք ապագան հնարավորինս ցանկապատեցինք, փակեցինք։ Հիմա անցնում ենք անցյալ։ Անցյալը մի ավելի շատ դաժան աշխարհ է մեր մոտ, չէ՞։ Վայ։ Ինչ է կատարվում այնտեղ։ Սես մի հատ դնում ենք ու սկսում ենք քննել մեր անցյալը։ Հիմնականում մարդու անցյալը տխուր է։ Հազվագյուտ ուրախ բաներ լինի, էլի։ Որովհետև մենք ուրախը չենք հիշում, լավը չենք հիշում, վատն ենք շատ հիշում, չէ։ Լավը չի հիշում, վատն է հիշում։ Վատ ասելով մենք ենք արել, մեր հանդեպ են արել, հա, այդ երկուսն էլ կուտակել ենք ու սենց մի մեծ բեր մեր ուսներին գնում ենք, չեղավ։ Հիմա հերթում նստենք, քննենք, այն որ մենք ենք արել։ Խորապես զղջանք, արտասվենք, խոստովանենք, ապաշխարենք, այն որ մեր հանդեպ են արել, անկեղծ սրտովներ ենք, ասենք, ներում ենք, թո Աստված էլ մեզ ների։ Հա? Եվ այսպես թեթևացնենք մեր բերը, խաղաղվենք, հանդարտվենք, ուրախանանք։ Թո համերաշխություն լինի էլի մեր խղճի ու մտքի մեջ։ Սերպա, համերաշխություն, միաբանություն թո լինի մեր մեջ։ Որտեղ որ Քրիստոս ավետարանում ասում է խաղաղություն եմ տալիս ձեզ, չեմ տալիս ինչպես այս աշխարհն է տալիս։ Այսինքն դուք աշխարհի ու ձեր խաղաղության մեջ սահման դրեք, տարբերություն դրեք։ Դուք մի խաբվեք, աշխարհում խաղաղություն չի եղել, չի լինի։ Ձեր մեջ է խաղաղությունը լինել։ Ո՞վ է տեսել որ աշխարհում խաղաղություն, միշտ էլ պատերազմ է եղել։ Հա? Շատ կամ քիչ, բայց միշտ էլ պատերազմներ են եղել։ Բայց մեր ներսը խաղաղություն մենք պետք է հաստատենք։ Այդ խաղաղությունը մեր մտքի եւ խղճի միջև է։ Ավելի սուրբ գիրքն ասում է առակած գիրքը, ասում ավելի լավ է բարեկամի ապտակը, քան թշնամուն ենք համբույրը։ Հիմա մեր բարեկամ մեր խիղճն է։ Հա, թող մի լավ ապտակի մեզ մեր խիղճը մեզ։ Ոչինչ, թող ապտակի, բայց խելքի գանք։ Հետո էլ կհամբուրի, հա։ Ամեն։